Արդեն 8 ամիս Հայաստան-Ադրբեջան սահմանին լիարժեք խաղաղություն է հաստատված, Եվրոպական խորհրդարանում արձանագրեց Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը կարևորեց 2025-ը դարձավ Հայաստանի անկախությունից ի վեր առաջին տարին, երբ Հայաստան-Ադրբեջան հրաձգության հետևանքով զոհ ու վիրավոր չի եղել։ Արդեն ամիսներ սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կրակոցների ձայներ չեն լսում։ Ավելին, անկախությունից ի վեր առաջին անգամ 2025 թվականի նոյեմբերին Ադրբեջանի տարածքով անցնելով, նաև անցնելով Վրաստանի միջով գնացք եկավ Հայաստանի Հանրապետություն։ Սա կրկնում եմ, առաջին անգամ 1991 թվականից։ Սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ 2025 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե վերացնում է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան երկաթուղային փոխադրումների սահմանափակումները, եւ ես Ադրբեջանի նախագահին շնորհակալ եմ նման որոշման համար։ Վարչապետն անդրադարձավ վերջին ավելի քան 2 տարում տեղի ունեցած փոփոխություններին։ Ամենահիշարժան փոփոխությունը հենց հաստատված խաղաղությունը համարելով կարևորեց 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի ներկայությամբ իր եւ Իլհամ Ալիևի ստորագրած Հայաստան-Ադրբեջան համատեղ հռչակագիրը։ Արտգործնախարարների նախաստորագրած Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը։ Վաշինգտոնի հռչակագրում լուծում ստացավ նաեւ տարածաշրջանային կապուղիների շրջափակման այնքան կարևոր ու այնքան զգայուն հարցը, շարունակեց Փաշինյանը։ Հիշեցրեց հռչակագրի 4-րդ կետը, որով նախատեսվում է թրիփ նախագծի իրականացում։ Թրիփ ծրագիրը ներկայումս բյուրեղացման փուլում է։ Հունվարի 13-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Հայաստանի կառավարությունները ընդունեցին թրիփի իրականացման շրջանակը եւ առաջիկայում Հայաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները կստորագրեն համապատասխան համաձայնագիր եւ նախագծի գործնական մեկնարկը կտրվի։ Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախագծից բխող այս ծրագիրը տրանսպորտային նոր հնարավորություններ կստեղծի արևելքից արևմուտք եւ հակառակ ուղղությամբ հարավից հյուսիս եւ հակառակ ուղղությամբ հաղորդակցության համար, ինչը նույնպես դարակազմիկ փոփոխություն է։ Ներկայացված դրական պատկերը գուցե մթագնվում է այն իրադարձություններով, որ տեղի են ունենում Մերձավոր Արևելքում, ասաց վարչապետը, ընդգծելով Հայաստանը հույս ունի, որ այս դեպքում դիվանագիտական լուծումները րոպե առաջ կգտնվեն։ Իրանը մեր լավ բարեկամն է, մեր հազարամյա հարևանը։ Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունների ծավալը արդեն տեսակ։ Արաբական Միացյալ Էմիրությունները, Քաթարը, Օմանը, Քուվեյթը, Հորդանանը, Լիբանանը, Բահրեյնը, Սիրիան մեր լավ գործընկերներն են։ Սաուդյան Արաբիայի հետ վերջերս պատմական քայլ ենք արել, դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատել։ Մենք ցավ ենք ապրում տեսնելով այն, ինչ կատարվում է Մերձավոր Արևելքում։ Միջազգային այսպիսի մասշտաբի ճգնաժամի ֆոնին առավել եւս մենք փոքր համեստ պետություն ենք եւ մեզ մնում է միայն աղոթել բոլոր զոհերի հոգիների հանգստության եւ գործընկեր առաջնորդների իմաստության համար, որ նրանք րոպե առաջ գտնեն դիվանագիտական լուծումներ։ Վերադառնալով տարածաշրջանի ճանապարհների ապաշրջափակմանը Փաշինյանը շեշտեց, հենց այսօր Հայաստանը պատրաստ է ապահովել Ադրբեջանից դեպի Թուրքիա եւ հակառակ ուղղությամբ տարանցում։ Ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան այս հնարավորությունից դեռ չեն օգտվել։ Ենթադրում եմ նաեւ այն պատճառով, որ մտածում են, թե նման լուծումը գուցե բերի թրիփ նախագծի իրագործման ձգձգման։ Այս ամբիոնից պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանը թրիփ նախագծի իրագործումը ձգձգելու ոչ միայն մտադրություն, այլև պատճառ չունի, որովհետև նախագիծը լիարժեք համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ շահերին։ Նիկոլ Փաշինյանը նշեց, Հայաստանը նաև պատրաստ է հենց այսօր գործող ենթակառուցվածքներով Կորնիձոր, Գորիս, Եղեգնաձոր, Երասխ երթուղիով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև ավտոմոբիլային կապը։ Ինչպես Ադրբեջանն է սպասում Հայաստանի տարածքով դեպի Նախիջևանի կապի հաստատմանը, այնպես էլ Հայաստանն է սպասում Նախիջևանի տարածքով Հայաստանի հարավի եւ հյուսիսի միջև երկաթուղային կապի հաստատմանը։ Ասեմ նաեւ, որ մենք պատրաստվում ենք Վրաստան-Ադրբեջան երկաթուղին օգտագործել նաև արտահանումներ իրականացնելու համար։ Հույս ունեմ առաջիկայում Հայաստանի համար արտահանման հասցե կդառնա նաև Ադրբեջանը։ Իսկ Հայաստանը Ադրբեջանից արդեն ներկրում է նավթամթերք, ինչը մեր շուկայում նավթամթերքի գների նվազման առիթ դարձավ
եւ կոտրեց նավթամթերքի շուկայում տասնամյակներով հաստատված մենաշնորհները։ Ինչու 2025-ին հնարավոր եղավ Ադրբեջանի հետ հասնել խաղաղության, վարչապետն այս առումով շրջադարձային համարեց ԱՄՆ նախագահի անձնական նախաձեռնությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի վերջին առնվազն 100 տարվա պատմության փոխկապակցվածության գիտակցումը։ Իմ անձնական համոզմամբ 2024 թվականի մարտ-ապրիլ ամիսներին մենք հասել ենք Հայաստանի պետականության եզրին, ու եթե 2024 թվականի ապրիլին մենք չկայացնեինք Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը մեկնարկելու որոշում, Հայաստանի Հանրապետությունը այսօր կլիներ ոչ թե անկախ պետություն, այլ առավելագույնը արտաքին կառավարման ներքո գտնվող տարածք։ Ընդ որում, սահմանազատման այդ որոշումը 2024 թվականի ապրիլի կայացնելը շատ դժվար էր։ Մեր եկեղեցու փաստացի պետի քաջալերմամբ արքեպիսկոպոսներից մեկը Հայաստանում շարժում էր սկսել պահանջելու համար ոչ միայն չիրականացնել սահմանազատում, այլև ըստ էության ակտիվացնել Ղարաբաղյան շարժումը, ասել է թե կոնֆլիկտը։ Խոսելով դրան հաջորդող լուծումներից վարչապետն ասաց, խնդիրը լուծվեց ժողովրդի հետ խոսելով։ Տասնյակ հազար քաղաքացիներ տրվելով բարձրաստիճան հոգևորականների եւ նրանց աջակից ընդդիմադիր ուժերի կողմից իրականացվող ապատեղեկատվության արշավին, ովքեր պնդում էին, թե Հայաստանի կառավարությունը պատրաստվում է Հայաստանի ինքնիշխան տարածքներ եւ դրանցում գտնվող հնամյա եկեղեցիներ ու բնակավայրեր զիջել Ադրբեջանին, դուրս էին եկել փողոց։ Դուք կարող եք պատկերացնել, թե ինչ էր դա նշանակում 2018 թվականին ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխությամբ իշխանության հասած մեր կառավարության ու քաղաքական թիմի համար։ Իսկ ինչպես մենք լուծեցինք խնդիրը։ Մենք խոսեցինք մեր գործատուի ժողովրդի հետ եւ հիմա Տավուշի մարզի Կիրանց գյուղը, որը եկեղեցական ընդդիմադիր շարժման առաջնորդները իրենց սիմվոլն էին դարձրել, մարդկանց համոզելով, թե գյուղը դատարկվելու է ու լքվելու, սահմանազատումից, այսինքն 2024 թվականից հետո տների մոտ 50%-ի աճ է ունեցել կառավարության աջակցությամբ եւ այսօր բացարձակապես խաղաղ, անվտանգ ու գունագեղ բնակավայր է։ Իսկ հնամյա եկեղեցիները վերականգնվում են կամ նորոգվում։ Անձամբ ես քաղաքացիների խմբերի այցելություններ, շրջագայություններ եմ կազմակերպում Տավուշի մարզի Կիրանց գյուղ, մարդկանց ցույց տալու, թե ինչ նկատի ունենք խաղաղություն ասելով, ինչ նկատի ունեմ իրական Հայաստան ասելով, որի սիմվոլը, որի այս սիմվոլը Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքի պատկերը կրում եմ կրծքից։ Դա նաև խաղաղության սիմվոլն է, ասաց Փաշինյանը, նկատեց խաղաղության դեմ տարվող process-ում որոշ հոգևորականների ներգրավվածությանը չէր անդրադառնա, եթե այդ հոգևորականների էմիսարները նրա խոսքով միջազգային հեղինակավոր կառույցներում չտարածեին, որ Հայաստանի կառավարությունը սահմանափակում է խղճի ազատությունը կամ որ բռնապետություն է հաստատվում ու կան քաղբանտարկյալներ։ Իրականությունն այն է, որ որոշ հոգևորականներ, ովքեր ցինիկ կերպով խախտել են հոգևոր բարևարկության բոլոր կանոնները, այդպիսով իրենց խոցելի դարձրել օտարերկրյա հատուկ ծառայությունների համար, իդեպ նրանցից ոմանց ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի գործակալ լինելու փաստը ապացուցվում է փաստաթղթերով, ահա այդ հոգևորականները Հայաստանի Հանրապետությունում ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը, իրենց շուրջ հավաքելով Հայաստանի նախկին ղեկավարներին, նրանց հետ կապված որոշ ուժերի, որոշ ռուսաստանաբնակ եւ բելարուսամետ օլիգարխների եւ փորձում են Հայաստանի անկախությունը զոհաբերել երրորդ երկրների շահերին։ Հայաստանը նոր հակամարտություն, նոր պատերազմ թույլ չի տալու, ընդգծեց երկրի ղեկավարը, ասաց թույլ չեն տալու, որ հազարավոր զոհերի գնով ձեռք բերված գիտակցությունը, խաղաղությունն ու անկախությունը մատաղարվի հակաքրիստոնեական նպատակների համար։ Ոմանք Քրիստոսի խորանը օգտագործում են հակամարտություն, պատերազմ եւ կամ ներհայաստանյան բռնություն քարոզելու համար, հատելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության սահմանները։
Սա չի կարող հանդուրժվել որևէ ժողովրդավարական երկրում։ Հայաստանի համար կարևոր խնդիրներից է նաև, որ փախստական դարձած Ղարաբաղցի քույրերի եւ եղբայրների էմոցիաները չշահարկվեն, նրանց սին հույսեր տալով, նկատեց վարչապետը։ Հստակեցրեց, Հայաստանի ռազմավարությունն է Ղարաբաղցի քույրերն ու եղբայրները ստանան Հայաստանի քաղաքացիություն եւ առհավետ տնավորվեն Հայաստանում։ Վարչապետը մանրամասնեց, նրանց համար նախաձեռնված է բնակավորման ծրագիրը, այս պահի դրությամբ շահառու են արդեն 4886 ընտանիքներ։ Մեզ քննադատում են հաճախ, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը կատարյալ չէ։ Բայց խնդրում եմ ասեք, իսկ որտեղ է խաղաղությունը կատարյալ, որտեղ կա կատարյալ խաղաղություն եւ որտեղ է եղել ու երբ։ Եվ ընդհակառակը խաղաղության նկատմամբ խնամք տանելու կամքն է, որ այն կատարյալին հնարավորինս մոտ դարձնելու տարբերակներ է ստեղծում եւ մենք այսպես ենք մոտենում բոլոր հարցերի, ներառյալ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցների խնդիրներին։ Վերջերս Ադրբեջանը մեր եւս 4 հայրենակիցների ազատ արձակեց։ Հայ հանրությունը մենք բոլորս երջանկություն ապրեցինք այդ առիթով, բայց կառավարությունը շատ արագ վերադարձավ լուր դիվանագիտական աշխատանքը շարունակելուն, հանուն մյուսների վերադարձի։ Հաջորդ անհավանական փոփոխությունը, որ Հայաստանում տեղի ունեցել վարչապետի խոսքով 2025 թվականի մարտին ընդունված Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքն է։ Սա քաղաքական բյուրեղացումն է այն հայտարարության, թե Հայաստանը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը, այնքան ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի։ Այս պահին ամենամեծ խնդիրը Եվրոպական միության եւ Վրաստանի միջև քաղաքական երկխոսության սառեցված վիճակն է, անկեղծացավ վարչապետը։ Վրաստանը Հայաստանի համար ճանապարհ է դեպի Եվրոպական միություն։ Մենք Եվրամիությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը ընդունեցինք այն բանից հետո, երբ Վրաստանը Եվրամիության անդամության տեխնացուի կարգավիճակ ստացավ։ Սա Հայաստանի Եվրամիության անդամագրման հեռանկարը դարձրեց շոշափելի եւ մեր ակնկալինքը ու խնդրանքն է, որ Եվրոպական միություն Վրաստան կառուցողական գործընթացը զարգանա։ Դա կարևոր է Հայաստանի համար, նույնքան կարևոր, որքան Վրաստանի համար։ 2018-ին Հայաստանում ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխությունը տեղի ունեցավ ազատության, ժողովրդավարության, իրավունքների գերակայության ըմբռնումների հիման վրա, ասաց վարչապետը։ Կարևորեց Հայաստանը կարողացել է իր ժողովրդավարության կենսունակ ու զարգացող վիճակը պահել նույնիսկ պատերազմի պայմաններում, բայց նաև խաղաղությունն է, որ ժողովրդավարությունն անշրջելի դարձնելու ճանապարհ է բացում։ 2026 թվականի հունիսի 7-ին խորհրդարանական հերթական ընտրություններով ժողովրդավարությունը պետք է խաղաղությունը դարձնի անշրջելի, ապա եւ խաղաղությամբ ժողովրդավարությունը կդառնա անշրջելի։ Հայաստանը գնում է այս ճանապարհով, եզրափակեց Փաշինյանը։ Մերի Խաչատրյան, լուրեր։